Իրավաբանները շարունակում է ազգային ժողովի ընտրությունների 2026 իրավական հարցերը քաղաքական օրակարգում նախագիծը, որի շրջանակում կզրուցենք ազգային ժողով Բևեռ համահայկական կուսակցության падգամավորի Թեկնածու Գևորգ Սաֆարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Սաֆարյան, ինչ է ըստ ձեզ արդարությունը եւ որքանով է այն ներառված ձեր նախընտրական ծրագրում։ Մեր նախընտրական ծրագրում արդարության հասնելու եւ արդարադատության կարևորագույն մոտեցումներ կան։ Մենք առաջ ենք քաշել անցումային արդարադատության մեխանիզմը եւ հենց արդարադատության, որովհետեւ մի շարք մարդիկ կարող են խոսել անցումային արդարության մասին, որպես գործիք, որը նույնպես ներառված է, սակայն մենք պատկերացնում ենք անցումային արդարադատության ատյան ստեղծելու ծրագիր ունենք, որը պիտի կարողանա անկողմնակալ դատավարություններ իրականացնի անցյալում հայ ժողովրդի նկատմամբ կատարած բազմաթիվ հանցագործների նկատմամբ եւ իրականացնի անցումային արդարադատություն, այդ թվում նաեւ հիմնվելով լյուստրացիայի արդյունքում, այսպես ասենք, ջրի երես դուրս բերված այն փաստերի հիման վրա, որոնք այսօր կան գաղտնի արխիվներում, սակայն ներկայիս իշխանությունները չնայած նաև ժամանակին խոստացել էին, բայց հետագայում չիրականացրեցին այդ լյուստրացիան, իսկ երկրի ղեկավարը անգամ հրապարակային հայտարարեց, որ գաղտնի արխիվներում կան փաստեր, որոնք ապացուցում են նախկին իշխանությունների կողմից կատարված հանցանքները, սակայն նրանք հրաժարվեցին այդ փաստերը բացահայտելու։ Եվ մենք կարծում ենք, որ առանց անցումային արդարադատության, առանց լյուստրացիայի, առանց անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու երկրում հեղափոխություն իրականացնել հնարավոր չի, այսինքն ինչ բան է հեղափոխություն, համակարգային ամբողջական եւ արմատական փոփոխություն պետական կառավարման մեջ, որովհետեւ 18 թվականի գործողությունները իշխող ուժի կողմից ձևակերպվեցին հեղափոխություն եւ հանրությանը դնում են որոշակի մոլորության մեջ, ասելով որ հեղափոխությունը սա է, սակայն որն է տարբերությունը հեղափոխության եւ իշխանափոխության։ Իշխանափոխության արդյունքում ընդհանրապես մի իշխանություն գնում է, մի այլ իշխանություն գալիս։ Հեղափոխության արդյունքում կարճ ժամանակում փոխվում է ամբողջ համակարգը պետական կառավարման։ Եվ ահա այս համակարգը փոխել առանց լյուստրացիայի, առանց անցումային արդարադատության հնարավոր չէ։ Սա է պատճառը, որ մեր ծրագրային դրույթներից մեկում հենց ուղիղ նշված է անցումային արդարադատության ատյան ստեղծելու հանգամանքը։ Ձեր գնահատականով այսօր Հայաստանում քաղաքացին կարող է պաշտպանել իր իրավունքը դատարանի միջոցով։ Ոչ, եւ դա պրակտիկորեն հնարավոր չի առանց իմ թվարկած գործողությունները կատարելու, առանց օրինակ դատական համակարգի արմատական փոփոխությունների ընդհուպ մինչև նրա ձևավորման սահմանադրական երաշխիքների։ Մենք ունենք կախյալ դատական համակարգ, հիշենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը առ այն, որ Հայաստանում չկա դատավոր, որ իր կամքը չկատարի։ Այսինքն նման իրողությունների մեջ խոսել իրավունքների պաշտպանության մասին եւ արդար դատավարության մասին ծիծաղելի է։ Եվ մենք տեսնում ենք բազմաթիվ դեպքեր, երբ որ մարդիկ ձերբակալվում են իրենց քաղաքական հայացքների համար, կալանավորվում են դատարանի որոշմամբ եւ չեն կարողանում դատական իշխանության միջոցով իրացնել իրենց իրավունքները, ընդհակառակը դատական իշխանությունը քաղաքական իշխանության ձեռքում հանդիսանում է գործիք իրենց օպոնենտներին ուրեմն բանտարկելու համար։ Իսկ ունենք բարեվարկ եւ պրոֆեսիոնալ դատավորներ։ Իհարկե միշտ էլ եղել են առանձին անհատներ, խոսքը չի գնում առանձին անհատների մասին, խոսքը գնում է համակարգի մասին։ Եվ համակարգը միշտ զտում է այն դատավորներին եւ առհասարակ ոչ միայն դատավորներին, պետական համակարգում գործող այն անձանց, որոնք չեն ենթարկվում համակարգի պահանջներին։ Արդյոք համարում եք, որ Հայաստանում կա կոռուպցիա, թե ոչ։ Իհարկե Հայաստանում կա կոռուպցիա եւ դա համակարգային կոռուպցիա է եւ եղել է միշտ, նորից մենք վերադառնում ենք հեղափոխության պահանջին, որ առանց համակարգային փոփոխությունների այդ համակարգային կոռուպցիան վերացնել հնարավոր չէ։ Այս իշխանությունները, երբ որ եկան 18 թվականի իշխանության, նրանք ասացին, որ այո, հիշեցնենք Նիկոլ Փաշինյանի խոսքներ, որ սահմանադրությունը կարված է մեկ անձի հագով։
Եվ նրանք ասացին, այո, սահմանադրությունը կարված է մեկ անձի հագով, սակայն այս նոր անձը, որ հագել է այդ կոստյումը, այլևս կոստյումի գրպանը գումար չի դնում։ Սա ծիծաղելի է։ Կոռուպցիան չի կարող հաղթահարվել, այն էլ համակարգային կոռուպցիան ինչ որ մարդկանց կամքով։ Նախ ծիծաղելի է մտածել, որ եկած իշխանությունները անհատապես ուրեմն սրբեր են եւ կոռուպցիայով չեն զբաղվում, սակայն կոռուպցիայի դեմ պայքարը կարող է լինել բացառապես համակարգային։ Նորից եմ կրկնում, առանց համակարգային փոփոխությունների ընդհուպ մինչև սահմանադրության, հայեցակարգային փաստաթղթերի եւ նրանցից բխող արդեն օրենսդրության փոփոխության հնարավոր չի նման համակարգային խնդիրը լուծել, ինչպես կոռուպցիան է։ Այո, կոռուպցիան կա Հայաստանում եւ դա համատարած է։ Ինչպես է գնահատում հակակոռուպցիոն մարմինների անկախությունը, վստահելիությունը եւ գործունեության արդյունավետությունը։ Մեր երկրում ծիծաղելի է խոսել հակակոռուպցիոն մարմինների անկախության մասին կամ կառավարությանը կից որևիցե մարմնի անկախության մասին, երբ որ երկրի ղեկավարը հրապարակային հայտարարում է, որ անգամ դատական համակարգը, որը սահմանադրորեն առանձնացված է գործադիր իշխանությունից, անգամ դատական համակարգը ամբողջությամբ ենթարկվում է գործադիր իշխանության ղեկավարին եւ իրենք դա հայտարարում են ուղիղ տեքստով։ Սրա հետ մեկտեղ անգամ ուրեմն ազգային ժողովի նախագահան հայտարարեց, որ ազգային ժողովի մեծամասնության յուրաքանչյուր падգամավոր անվերապահորեն կատարում է Նիկոլ Փաշինյանի հրամանը։ Այսինքն մենք ինչ իրողություն ունենք, մեր երկրում իշխանությունը բաժանված է 3 թևերի՝ գործադիր, օրենսդիր եւ դատական։ Երկրի կառավարության, այսինքն գործադրի ղեկավարը ակնհայտորեն ունի իշխանություն գործադրի նկատմամբ եւ տոտալ իշխանություն։ Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կառավարությունում այն պաշտոնյաները, որոնք իր հետ համաձայն չեն, թող դիմում գրեն եւ հեռանան։ Հակառակ դեպքում ինքը կհեռացնի, այսինքն այսպես կառավարությունը ոչ թե ուրեմն կոլեկտիվ որոշում կայացնող մարմին է, այլ մեկ անձի ենթակայության ներքո։ Նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր դատավորները ենթարկվում են իրեն, այսինքն դատական իշխանությունը նույնպես իր ենթակայության ներքո է, իսկ ազգային ժողովի նախագահան հայտարարեց, որ ԱԺ մեծամասնությունն է ենթարկվում իրեն, ըստ էության նաև օրենսդիրը։ Այսպիսի պայմաններում կարծել, որ կառավարությանը առընթեր կառույցները չեն ենթարկվում կառավարության եւ անկախ են, դա ծիծաղելի է։ Եվ նաև նրանց գործունեությունը ցույց է տալիս, որ այստեղ անկախության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Որոնք են ձեր կոնկրետ քայլերը կոռուպցիան կանխարգելելու եւ հակակոռուպցիոն համակարգն արդյունավետ դարձնելու համար։ Նայեք, կոռուպցիան ինքը համակարգ է, ինքը ունի բազմաթիվ կետեր։ Օրինակ շատ է խոսվում այն մասին, որ կոռուպցիայի դեմ պայքարը մասնավորապես կաշառակերության սեգմենտի դեմ պայքարը պետք է իրականացվի օրինակ պետական մարմինների, դատավորների, այլ անձանց աշխատավարձերը բարձրացնելով, սակայն միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ինչքան բարձրանում են աշխատավարձերը, այնքան բարձրանում է կաշառքի թիվը, այսինքն պահանջվող կաշառքի թիվը։ Այսինքն կոռուպցիան հաղթահարել մեկ գործողությամբ հնարավոր չէ։ Ինչ է պետք անել դրա հաղթահարման համար։ Պետք է սկսել նախ հանրային ընկալումների փոփոխությունից, այսինքն հանրությունը պիտի ընկալի կոռուպցիայի հետևանքները։ Երկրորդը իհարկե օրենսդրական գործիքներն են, նաև անկախ մարմինների ստեղծումն է, այսինքն մենք խոսեցինք դատական համակարգի մասին, որը որ չի հանդիսանում անկախ եւ չի ապահովում մարդկանց իրավունքների իրացումը, անկախ մարմինների ստեղծումն է, ինչպես նաև պետության կառուցվածքի մեջ, օրինակ սահմանադրությունը սահմանում է, թե պետությունը ինչպես է կառուցվել ու դատական համակարգերը ինչպես են ձևավորվում, այս պետության կառուցվածքի մեջ պետք է ապահովեն անկախ մարմիններ, դատական իշխանությունը իր կողմից պիտի լինի անկախ, գործադիրը պիտի անկախ, այսինքն օրենսդիրից ոչ այնքան անկախ, բայց այն իրողությունը, որ մենք ունենք, օրենսդիրը ենթարկվում է գործադրին, սա անթույլատրելի է։ Այսինքն իշխանության բաշխումը նույնպես կոռուպցիան կանխարգելու գործիքներից մեկն է, որովհետև միապետական միահեծան կառավարումը բերում է նրան, որ վերևից ինչ ասում են, ներքևում ուրեմն բոլորը ենթարկվում են։ Համակարգը իհարկե մենք այսպես կոռուպցիայի դեմ պայքարի համակարգը երկու բառով ներկայացնել չենք կարող, դա բազմաթիվ գործիքների կիրառությունն է, որոնք որ պիտի նախ եւ առաջ սահմանված լինեն այդ պետական կառավարման բուրգով,
իշխանությունների բաշխվածություն, մարմինների անկախություն եւ այլն։ Այս ամենը մեր երկրում չկա եւ վերստին մենք նորից խոսում ենք այն մասին, որ պետությունը դա համակարգ է եւ այնտեղ կարելի է փոփոխություններ կատարել միայն ամբողջական համակարգի ներքո։ Հայեցակարգային փաստաթղթերի փոփոխման, սահմանադրության փոփոխմամբ, եթե մենք այս հիմնարար փաստաթղթերը եւ հիմնարար հայեցակարգերը թողնում ենք նույնը, ապա եւ իջնում ենք, սկսում ենք օրինակ կոռուպցիայի դեմ պայքարել աշխատավարձի բարձրացումով, օրենսդրության խստացումով եւ այլն, ապա այդ գործիքները չեն աշխատելու, որովհետեւ հիմնարար գործիքները մնում են նույնը։ Ընդհանրապես օրինակ բարձրանալու է կաշառքի չափը կամ ավելի մտերիմ մարդկանց են սկսելու ընդունել այս կամ այն աշխատանքի եւ ինչը որ մենք տեսնում ենք այսօրվա իշխանության գործունեության մեջ արտաքին տեսքից նրանք կարծես թե փորձում են ցույց տալ, որ իրենք պայքարում են կոռուպցիայի դեմ, բայց կոռուպցիան մեր երկրում համատարած է։ Ո՞րն է ձեր քաղաքական ուժի տեսակետը իրավապահ մարմինների աշխատանքի վերաբերյալ։ Չափազանց բացասական, ընդհանրապես 3 քաղաքական իշխանության հրամանով ոստիկանությունը ապօրինաբար արգրավել էր մեր քարոզչական մեքենան, որի վրա տեղակայված էին բարձրախոսներ եւ մեքենան ուղևորվում էր Սյունիք քարոզչության համար։ Այս մեքենան այս կազմով, ինչպես կահավորանքով տարիներ շարունակ Երևանի փողոցներում մասնակցել է տարբեր հավաքների, ոստիկանության ուղեկցությամբ եւ ոստիկանությունը որևիցե խնդիր չի ունեցել այդ մեքենայի հետ։ Սակայն քանի որ հիմի նախընտրական քարոզչություն է եւ քանի որ մեքենան ուղևորվում էր դեպի Սյունիք, իսկ Սյունիքը ամենախոցելի, այսպես տարածքներից է մեր եւ իշխանությունները առավել շահագրգռված են խաբել սյունեցիներին, Սյունիք ուղևորվող այդ մեքենան քաղաքական իշխանության հրամանով ոստիկանությունը արգրավեց, որպեսզի մեքենան չհասնի Սյունիք եւ չիրականացնի քարոզչություն։ Այսինքն սա իհարկե դրվագներից մեկն է։ Մենք տեսնում ենք ոստիկանության կողմից բիրտ կուժի կիրառություն, ընդհուպ մինչև նռնակների կիրառություն ցուցարարների նկատմամբ։ Մենք տեսնում ենք իրավապահ համակարգի տոտալ ենթակայությունը քաղաքական համակարգին, ընդհուպ մարդկանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, որոշակի օրինակ ձայնագրությունների հիման վրա, քննչական մարմինը հրապարակում է ձայնագրությունը, քաղաքական իշխանության ներկայացուցիչները սկսում են հղում կատարել այդ ձայնագրությանը, մեղադրելով մեղադրյալներին հանցավոր լինելու մեջ, հետո դատական նիստի ժամանակ պարզվում է, որ քննչական մարմինը քաղաքական իշխանության հրամանով այնպես էր մոնտաժել այդ ձայնագրությունը, որ ձայնագրության ամբողջական բովանդակությունը փոխվել էր։ Այսինքն ձայնագրությունը լրիվ մի այլ բանի մասին էր, իսկ քննչական մարմինը ներկայացրել էր բացարձակ այլ կերպ։ Եվ ահա այս դեպքերը ոչ մեկն են, ոչ երկուսը, ոչ 100-ը, սրանք անընդհատ են։ Օրինակ հենց իմ նկատմամբ հավաքի ժամանակ տեղի ունեցավ հավաքի վերջում ոստիկանության հարձակում, բացարձակ անհիմն, ես ուղղակի կանգնած զրուցում էի մի գնդապետի հետ, շատ հարգալից միմյանց նկատմամբ, ոստիկանության զորքերը հրամանով թիկունքից հարձակվեցին, ինձ տեղափոխեցին ուրեմն փողոցի կենտրոն, շուրջ կալարեցին եւ սկսեցին ուրեմն հարվածներ հասցնել։ Քանի որ ես հոսպիտալացվեցի այդ գործողությունների արդյունքում, հարուցվեց քրեական գործ եւ ինձ քննչական բաժին կանչեցին 1 տարի անց։ Եվ 1 տարի անց քննիչը նշանակեց դատաբժշկական փորձաքննություն։ Այս դեպքերը ցույց են տալիս, որ իրավապահ համակարգը ունի քաղաքական իշխանությունից հրաման ընդդիմադիր սեգմենտին ամեն կերպ ճնշել եւ ունի խոստում, որ քաղաքական իշխանությունը իրենց համար, այսպես ասած, տանիք է հանդիսանում եւ իրենք չեն ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչը եւ մենք տեսնում ենք։ Ձևականորեն հարուցված քրեական գործեր 1 տարի անց անձին կանչում են հարցաքննության եւ անհապաղ փակում են քրեական գործը։ Իսկ ինչ խնդիրներ եք տեսնում իրավապահ մարմինների գործունեության մեջ եւ որքանով են այդ մարմինները այսօր ապահովում քաղաքացիների անվտանգությունը կամ իրավունքների պաշտպանությունը։ Իրավունքների պաշտպանության մասին ծիծաղելի է խոսել, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր մեր հանրության իրավունքների, ինչպես հավաքական իրավունքների, այնպես էլ մի շարք դեպքերում անհատի իրավունքների առաջնային ոտնահարողը դրանք իրավապահ մարմիններն են քաղաքական իշխանության հրամանով։ Եթե չկա այս հանգամանքը, եւ մենք
թողնում ենք այս քաղաքական սեգմենտը մի կողմ եւ մեկնաբանում ենք ընդհանրապես տարբեր անձանց իրավունքների պաշտպանություն, ապա այստեղ խոսել իրավապահ համակարգի էֆեկտիվության մասին մենք չենք կարող, որովհետեւ այդ համակարգը էֆեկտիվ չի աշխատում։ Այս համակարգը ըստ էության սովետական միլիցիայի կամ սովետական դատախազական համակարգի իրավահաջորդն է եւ օգտագործում են նույն մեթոդները, բազմաթիվ են ուրեմն հրապարակումները այն մասին, որ ոստիկանություններում առկա է ծեծը, առկա է խոշտանգումը, նաև որոշ դեպքերում եղան տեսագրությունների հրապարակում, որոնց պարագայում եղան քրեական գործերի հարուցում, սակայն թե քաղաքացիական հանրության ավելի կոմպետենտ սեգմենտով, որ զբաղվում է իրավապահ համակարգի ուրեմն մոնիտորինգով եւ թե մի շարք իրավապաշտպաններ խոսում են այն մասին, որ ծեծի գործիքը համատարած է։ Ես օրինակ մի փաստաբանի հետ զրույցի ժամանակ նա ինձ տեղեկացրեց, որ իրեն դիմել է մի քաղաքացի, որպեսզի փաստաբանը տվել քաղաքացու հետ այցելի ոստիկանություն, բայց ոչ թե իր իրավունքների պաշտպանության համար, այլ որ իրեն չծեծեն։ Եվ քաղաքացին ասել էր, որ արդեն այնքան են ծեծել, որ ես այդ ծեծին չեմ դիմանում, ուղղակի մեկը լինի կողքս, որ ինձ չծեծեն։ Եվ փաստաբանը պատմում էր, որ երբ որ նրանք գնացել են ոստիկանություն, մարդ այդ տվյալ անձից ցուցմունք են վերցրել եւ նրանք հանգիստ դուրս են եկել ոստիկանությունից, այդ մարդուն ճանաչող մարդկանց մոտ մեծ զարմանք էր եղել, որ այս մարդը մտել ոստիկանություն եւ նույն օրը դուրս է եկել եւ անգամ նրան չեն ծեծել։ Այսինքն այս դեպքերը համատարած են եւ այստեղ խոսել իրավապահ համակարգի էֆեկտիվության մասին մենք չենք կարող։ Որոնք են ձեր կոնկրետ լուծումները վերոնշյալի վերաբերյալ։ Առաջին հերթին իրավապահ համակարգը պետք է ունենա անկախություն քաղաքական իշխանությունից։ Սա ամենաառանցքային պահանջը պետք է լինի, որը պիտի նորից եմ կրկնում, դեռ նրա ձևավորման մեխանիզմների մեջ դրվի։ Ինչ վերաբերվում է արդեն համակարգի էֆեկտիվ օպերատիվ հետախուզական աշխատանքի եւ այլն, ապա այստեղ պիտի կիրառվեն նոր մեթոդոլոգիաներ, այսինքն պետք է հրաժարվեն այդ սովետական ժառանգությունից, պիտի բարձրացվի իրավապահ համակարգում իրավունքի հասկացությունը։ Մեր իրավապահ համակարգը հիմնված է օրենքի վրա։ Եվ ես քանի որ շատ սերտ շփումներ եմ ունեցել միշտ նրանց հետ, երբ որ նրանց հետ խոսում ես իրավունքի մասին, նրանք իրավունքը բացարձակ անտեսում են, բացում են օրենսգիրքը եւ այսպես տառով սկսում են կարդալ օրենսգրքում ինչ է գրած։ Եվ սա տեղի է ունենում թե իրավապահ համակարգում, եւ թե դատական համակարգում։ Ես հիշում եմ օրինակ իմ դատավարության ժամանակ, երբ որ ես դատավորի մոտ խոսում էի իրավական մոտեցումներից, հղում կատարելով իրավական ակտերին, դատավորը ասում էր դրան հղում մի կատարի։ Առաջին ատյանի դատարանը մարդու իրավունքներով չի զբաղվում։ Այսինքն հարցը կհասնի վճռաբեկ դատարան, հարցը կհասնի սահմանադրական դատարան, թող իրենք իրավունքին մեկնաբանություն տան։ Ես իրավունքից գործ չունեմ։ Այնինչ մեր երկրում սահմանադրական մակարդակով ամրագրված է, որ իրավունքը գերակա է օրենքից, եւ եթե առկա է իրավունքի պաշտպանություն, անգամ օրենքը կարելի է անտեսել։ Սակայն մեր իրավապահ համակարգը եւ անգամ դատական համակարգը այս սկզբունքը ոտնահարում է։ Նրանք մատը դրած այսպես օրենքի տառի վրա եւ առանց նայելու իսկ այդ օրենքը այլ հանգամանքներ հաշվի առնում է թե ոչ, մատը դրած կարդում են։ Իրավապահ համակարգը, եթե հակիրճ ասենք, պետք է լինի անկախ քաղաքական համակարգից եւ այնտեղ պիտի այն մեթոդները, որոնք ժառանգվել են սովետական միությունից, պետք է մոռացվի եւ պետք է ամբողջական, նաեւ կրթական, որովհետեւ իրավապահ համակարգում մեծամասամբ ծառայում են հասարակության ավելի տգետ, ավելի անկիրթ մարդիկ, անգամ եթե ունեն բարձրագույն կրթություն։ Իսկ ինչպես է գնահատում մարդու իրավունքների պաշտպանության ներկայիս մակարդակը Հայաստանում։ Շատ ցածր, իսկ ինչպես հասկանանք, նայեք ցածր կամ բարձր հասկացությունները իրենք հարաբերական են։ Պետք է հարաբերել ինչ-որ մի բանի հետ։ Ինչից է ցածր կամ ինչից է բարձր։ Ես կարծում եմ, որ առկա հնարավորությունները մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանում շատ ավելի բարձր են, քան այն իրողությունը, որ մենք ունենք։ Եվ սրա հիմնական պատճառը դա իրավապահ եւ դատական համակարգի
կախվածությունն է քաղաքական համակարգից, այսինքն չստեղծվեց իրավիճակ, որ դատաիրավապահ համակարգը անկախանա քաղաքական համակարգից եւ արդեն քաղաքական համակարգը եւ հանրությունը պահանջներ ներկայացնի իրավապահ համակարգին, լինել ավելի պրոֆեսիոնալ, պաշտպանել մարդու իրավունքները եւ այլն։ Այս ամեն ինչը տեղի չունեցավ։ Մենք ունենք նույն համակարգը, ինչ որ նախկին իշխանությունների օրոքեր, նույն ենթակայությունը ունենք եւ այսպիսի պայմաններում խոսել մարդու իրավունքների պաշտպանությունից ծիծաղելի է։ Ինչպես նաեւ մենք տեսանք, որ անգամ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը մցվեց ըստ էության քաղաքական ենթակայության տակ եւ մի դատախազի հանեցին դատախազի իր պաշտոնից ուղարկեցին ՄԻՊ եւ մենք տեսնում ենք, որ այդ կինը որևիցե կերպ ուրեմն մարդու իրավունքների պաշտպանությամբ չի զբաղվում։ Այսինքն նորից դրվեց համակարգի եւս մի սեգմենտ եւ բավականին կարեւոր սեգմենտ, դրվեց քաղաքական իշխանության վերահսկողության տակ եւ դարձավ դրանց առաջ էր ձևական, բայց հիմա դարձավ բացարձակ ձևական մի կառույց, որը չի զբաղվում մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Որոնք են ձեր քաղաքական ուժի անելիքները առաջիկա տարիների ընթացքում ընտրություններում հաղթելու դեպքում։ Խոսքը ոնց հասկանում եմ իրավական սեգմենտի մասին։ Այո։ Արդեն խոսեցինք, որ իրավական սեգմենտը պետք է ուրեմն փոփոխվի ամենաբարձր մակարդակից։ Դեռ հայեցակարգային փաստաթղթից, իհարկե սահմանադրությունից սկսած, նորից պիտի կրկնվեմ, որ մենք պետք է ունենանք անկախ դատաիրավապահ համակարգ։ Եթե մենք չունենք այդպիսի համակարգ, ապա խոսել այդ համակարգի էֆեկտիվ աշխատանքի մասին մենք չենք կարող։ Այսինքն պետք է այդ բաժանումը, որը սահմանադրորեն մենք խոսում ենք, դատական համակարգը, դատական իշխանությունը անկախ է քաղաքական իշխանությունից, այս բաժանումը պետք է ռեալ իրագործվի գետնի վրա։ Եվ մեր ծրագրային դրույթներից մեկում շատ հստակ գրված է սրա մասին, որ քանի դեռ մեր երկրում այս բաժանումը տեղի չի ունեցել, մարդու իրավունքների պաշտպանության արդար դատավարության մասին խոսելը ավելորդ է։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրն էր Հայաստանի ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցության падգամավորի թեկնածու Գևորգ Սաֆարյանը։